Get ready with Sona. I'm Жанна. Ողջույն բոլորին, այսօրվա իմ հյուրը Ժաննան է եւ շարունակելով այսպես թելը մեր հետաքրքիր թեմաների շատ կարևոր այսօր հյուր եմ կանչել, ահա որ շատ են գրում, որ դու գայիր ու քո փորձով կիսվեիր ու լիքը հետաքրքիր բաներ կա, որ դու քո բլոգում շատ ես պատմում ու արդյոք ուզում նաեւ քեզ այսպես ճանաչեն, վստահ եմ, որ շատերի համար օգտակար կլինի մեր այսօրվա հաղորդումը։ Սկսենք պատրաստվել։ Իհարկե, ես շատ ուրախ եմ, որ մարդիկ այդպես սպասում էին իմ գալուստին։ Այո։ Եվ հուսով եմ շատ հավես զրույց ենք ունենալու այսօր եւ ուսուցողական։ Այո, որ ինչի համար ենք հավաքվել։ Հաստատ կուսանեն։ Պետք կլինի էլի անպայման։ Սկսենք պատրաստվել։ Ինչ տեսակ է մաշկդ։ Կարծում եմ կոմբինացված է, որովհետեւ այս հատվածում միշտ յուղոտ է լինում, իսկ ճակատիս հատվածը յուղոտ է լինում մեկ-մեկ։ Okay, մենք այստեղ ունենք Quality արևապաշտպան, Quality խոնավացնող լոսյոն ու վերականգնող ջրային հիմքով շիճուկ։ Ինձ թվում է կարանք սկսենք շիճուկից, հետո կանենք Quality խոնավացնող լոսյոնը ու եթե արևապաշտպան ուզում ես կանես, ես ինձ թվում է այսօր արևապաշտպան չեմ անի, որովհետև արդեն շատ ուշ է ժամը։ Այո, իրականում այդպես։ Երեկոյան դիմահարդարում Այո, մենք այսօր երեկոյան դիմահարդարում ենք անելու։ Արևը թող մնա մյուս անգամ։ Սա էլ խոնավացնող լոսյոն է, եթե կարիք զգաս հավելյալ խոնավացման կվերցնես։ Ես իմ կոնսիլերը չեմ գտնում, մի վարքյան կներեք, մի բան խոսա, ես մի հատ նայեմ գա։ Ուրեմն աղջիկներ ջան տպտպացն։ Խոսիր։ Եվ այդպես իմ խորհուրդը բոլոր այն աղջիկներին եւ ոչ միայն աղջիկներին, կարծում եմ ես հաղորդումը տղաներին էլ ինչու չեն եղել։ Ինձ ավելի ես ապահով եմ զգում։ Հասկանում ես։ Ինձ ավելի ես ապահով։ Հետ օրինակ իմ մոտ միշտ հակառակն է եղել։ Ես այդտեղ խնդիր կա, գիտես։ Ոչ, այո, իրոք խնդիր կա։ Ես ընկերական շրջապատ շատ քիչ եմ ունեցել, շատ սկսած դպրոցից, ես հա էլի ազատ մարդ եմ, էլի շփվող մարդ եմ, բայց ընկեր գտնել իմ համար շատ բարդ է եղել, որովհետև նախ ես ամեն պարագայում մտածում եմ, որ ոչ մեկ պարտավոր չի իմ համար, ոչ մեկ պարտավոր չի լսի իմ ապրումների մասին, ինչ որ չգիտեմ, զգացածի մասին ու տենց ոնց որ փակվում է ընկերության սահմանը այնտեղ, երբ որ դու քեզ ազատ չես զգում քո կողքի մարդու հետ։ Ու ես ընկերական շրջապատ եթե նույնիսկ ունեցել եմ, այդտեղ երակշռել են տղաները, բայց ամեն տեղ փլուզվում էր ընկերություն ասվածը այն դեպքում, երբ որ մի օր գալիս կանգնում են ասում, ես քեզ սիրահարվել եմ, ախ եղբայր ջան, ցավը Ես քեզ այդ աչքով չեմ նայել, որ ես քեզ եւ այդտեղ ավարտվում է նաեւ տղաների հետ ընկերությունը եւ ես այսպես միայնակ գայլի պես իմ ամբողջ ապրումները պահել եմ միշտ իմ մեջ։ Իմ համար խնդիր է, երբ աղջիկը ընկերուհի չունի։ Ես միշտ մտածում եմ, որ դա նաեւ այդ աղջկա, չգիտեմ, ինչ-որ արժեքների մասին է։ Ինձ թվում է, այո։ Ես գիտեմ ես ինչու ընկերներ չունեմ եւ ստեղ էլի գնում է այն նույն նախադասությունը, որ ես չափի շատ ուղիղ եմ։ Այսինքն եթե իմ ընկերուհին ինչ որ X բան արել, որը որ սխալ է, ես անկեղծ կկանգնեմ իրանք ասեմ, գիտես, այս ինչ հարցում դու սխալ ես։ Ու պետք չի քեզ այդ անել, եթե դու տենց սխալ էլ գնալու ես։ Ու իմ համար ես չեմ գտնում այնպիսի մարդ, ով նույնը կանի իմ համար, այսինքն իրոք կասի, որ ես այս բանին սխալվում եմ, իրոք կասի, որ ես այս բանին ճիշտ քայլ եմ անում։ Ընկերության մեջ երբեմն կարիք կա ոչ թե կեղծելու, այլ փորձես դու մտնես այդ մարդու դրության մեջ ու իրան ճիշտ դարձես։ Օրինակ ես շատ այսպես ընկերներ եւ բայց այն իմ ամենամտերիմների հետ մենք իրար միշտ նենց ենք, սենց աղջկական պաշտպանում, որ ես գիտեմ ես աշխարհի վատ բանն էլ անեմ, ես իմ ընկերուհուն ասեմ, ինքը նենց կմտնի իմ դրության մեջ, ինձ կհասկանա։ Ստեղ դրության մեջ մտնելու հարցը չի։ Ստեղ ես էլի կարամ միշտ մտնեմ իմ ընկերուհու ընկերոջ դրության մեջ։
Բայց այն փաստը, որ եթե դու ինչ որ մի պահի սխալ ես ու քո կողքի մարդը ուզում է քեզ ուղղակի այդ սխալից պահի ու ուղիղ ձև ասի, որ դու այս պահին սխալվել ես, ոչ թե միշտ քեզ ասի, ոյ դու ճիշտ ես, չկա քո նմանը, այդ էգոն մարդու ասված, որ դու միշտ պետքա ճիշտ լինես։ Ինձ միշտ այդպես մարդիկ են հանդիպում։ Հասկացա, չէ, պետքա, իհարկե պետքա այդ ռեալ ճիշտ խորհուրդ։ Ինձ պետք է անկեղծ այնպիսի մարդ, ով իրոք ինձ ճիշտ ու սխալ կանի։ Գիտես ես ոնց եմ նայ, ես ասում եմ իմ պատկերացրած ճիշտը այդ իրավիճակում իմ ընկերուհին անի իմ ասածով, չանի իմ ասածով, ես իր ընկերուհին եմ, իր երկու արածն էլ իմ համար էլ ճիշտ է, ես երկու տեղում էլ կհասկանամ, լրիվ իրան կապրումակցեմ ու ոնց որ եթե կարիք կլինի օգնության թեկուզ իմ ասածից հետո որ ինքը արել է ու ինչ որ բան վատա գնաց է, ես մեկա իր կողքն եմ լինելու ու 1% ես չեմ ասելու, այ որ ես ասում եմ ես ճիշտ եմ կյանքում ու ես որ տենց եմ իմ ընկերուհիների հետ ժամանակի ընթացքում իմ շրջապատում մնացել են այն մարդիկ, այն ընկերները, ովքեր իրենք էլ են իմ հետ այդպես հասկանում ես, բայց երբ որ ես տենց ընկեր չլինեի, չէր ստացվի։ Նայ, ես հիմա այս պահին ունեմ ընդհանրապես այս մատերիս վրա հաշված ընկերներ, որտեղ կան եւ էլի աղջիկներ եւ կան տղաներ, ես կարամ անկախ իմ դրությունից կիսվում եմ նաեւ տղաների հետ, ես ընդհանրապես չեմ կոմպլեքսավորում եմ փաստից, որ ես հիմա իմ աղջիկ հալով կարամ նստեմ իմ ապրումներից, խոսամ այդ տղայի հետ ու շատ դեպքերում ես չգիտեմ իմ մոտ ինչի է տենց տղաների խորհուրդը միշտ ինձ ավելի հոգեհարազատ է լինում, քան աղջիկների։ Ես չեմ կարողա իմ ընտրած տղաներն են ճիշտ ընկերներ, որոնք ինձ նույն տղաներ մի քիչ մի 2-3 շատ չեն, այդպես Դա չէ, պատկերացնում։ Չէ, ուրիշ է մի հասկացեք։ Բայց միշտ իրանք sense ավելի ադուշի հարաբերությունների մեջ են իմ հետ, քան աղջիկները։ Դու գերագնահատում ես տղամարդ։ Չեմ գերագնահատում, բայց աղջիկների հարցում իմ բախտը չի բերում։ Բայց չգիտեմ, Ժան, շատ բարդ բան է։ Աչքի ծնգա։ Չէ, Գնամ։ Չէ, վերջավարտվեն, ստեղ նկարա։ Չէ, ընկել, բացարձակ ընդհանրապես ամեն մեկը կապ չունի սեռը։ Կարևոր մարդ քո նման մտածում, sense լիքորը fake բաներ, որ ես հիմա պետք է ասեմ։ Արտարացնում։ Չեմ այդ գնալի։ Վերջտեղ ավարտվեց ամեն։ Ասի չգիտեմ։ Շնորհակալություն։ Լավ, արի հասկանանք, արի, արի փոխարի չխոսակել սիստեմանը։ Չգիտեմ։ Okay, կարա, այո, տղամարդիկ եւս կարող են լավ ընկերներ լինել, բայց կինը կնոջը միշտ ավելի լավ հասկանում ես, տղամարդիկ էգոիստ են։ Նայած ինչ դրություն։ Տղամարդիկ միշտ sense իրանք ուրիշ տղամարդու արածը մի միլիարդ բացատրություն արդարացում կգտնեն, աշխարհի բոլոր բնական եւ անբնական հորմոններն ու բնազները կբերեն որպես արգումենտ։ Ոչ, դա շատ պետք է, որովհետեւ նույն հաջողությամբ Ոչ։ Նույն հաջողությամբ, եթե ես ունեմ ինչ-որ հարաբերություն տղայի հետ կապված ու ես իմ ընկերուհու հետ կիսում եմ ասում, գիտես ինքը սենց արեց, ինքն հենց արեց, աղջիկը միշտ պաշտպանում է աղջկա շահերը ու դու չես հասկանում։ Իրոք այդ օրինակ դու այդ պատմության մեջ իրոք ճիշտ ես թե ինքը աղջիկա քեզ է պահում, բայց երբ որ դու այդ նույն թեման մի հատ էլ քննարկում ես տղու տեսանկյունից, դու sense մի քանի բան գցում բնում ես, ասում ես, բայց կարա էլի, հա, ես աղջիկ եմ ինչ-որ պահի։ Իսկ երբևէ եղել է, որ չգիտեմ, ինչ-որտեղ բռնես, որ այ օրինակ տղայի հետ կիսվեցի իմ հարաբերությունների մասին ու ոնց որ ստեղ դուրս եկա, որ ես եմ սխալը, բայց ինչ-որ ժամանակ հետո հասկանաս, որ օրինակ այդ տղան լինելու ֆակտորներ, որ ինքը տղա էր։ Հա, պաշտպանում էր։ Հիմա sense կոնկրետացնեմ ամեն ինչ, որ հասկանաս։ Ես երբ որ ունեցել եմ կողակից, մեր մոտ եղել է դրվածք պայման։ Այսինքն ես լրիվ օքեյ եմ, որ եթե տղայա ունի աղջիկ ընկերներ, եթե ես աղջիկ եմ, ունեմ տղա ընկերներ։ Բայց քանզի վասանզի իմ կողակիցը ուներ շատ խիստ պայմաններ, որ ես եթե չունեմ աղջիկ ընկերներ, դու էլ պետքա չունենաս տղա ընկերներ։ Okay։ Ասացի, okay, եթե դու այդպեսի դրվածք ունես, ես չեմ կռվում, որովհետև այս պահին դու ավելի կարևոր ես իմ համար, քան ինչ որ ցանկացած X ընկեր, որը ճանապարհից կհանդիպի, եթե իհարկե ինքը կյանքի ընկեր չի, sense ծնված օրինակ։ Այսինքն սկզբից ինքը չի։
Ուզում ասեմ, ես հարցին չեմ կարող պատասխանել, որովհետև երբ որ ես ունեցել եմ հստակ հարաբերություններ, իմ շրջապատում չեն եղել տղաներ։ Հա։ Ու հիմա այս ընթացքը մի քիչ շատ համընկնեց թե իմ շրջապատի ծավալման հետ, որտեղ էլի նոր ծանոթություններ եղան, նոր տղաներ եղան, նորից էլի վերականգնում եմ այդ շփումը, որովհետև նորից եմ ասում, ես միշտ դպրոցական տարիներից սկսած տղաների հետ ավելի լավ հարաբերությունների մեջ եմ եղել, ավելի sense ընկերական ենք եղել, չի եղել կներեք աղջիկներ, ես գիտեմ, որ լսի, պետք է ասեմ, չկա տղա աղջիկ հարաբերությունների մեջ նախանց ասվածը։ Դա քեզ թվում է, որ չկա։ Ոչ, չկա։ Տղան ինչ որ պահի չի կարա նախանձի այդ աղջիկը։ Կարա։ Չի կարա։ Հարաբերությունների կարա նախանձի։ Իրան ավելի շատ են սիրում, քան ինձ։ Դսի կարա, չէ, նախանձն են զգացում, նախանձն են զգացում, որ տղային Իշեք շամայս։ Հա, խոսացնում։ Թող կասեմ։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում։ Չգիտեմ, ես օրինակ իմ շրջապատում ունեմ տղա ընկերներ, բայց որ ասեմ իրանք ինձ համար կարան փոխարինեն իմ ընկերուհիներին, չէ։ Իմ ընկերուհիները իմ կյանքում ընկերական, հա, միջավայրից միշտ ավելին են, ավելի բարձր տեղ ունեն, դրանից հետո ինձ ավելի հոգեհարազատ է, չգիտեմ, ինձ թվում է մարդուց էլ է, հա։ Հա, ինձ թվում է մարդու շատ։ Իսկ ինչ որ շատ հետաքրքիր բան ասեցիր, որ հարաբերությունների ժամանակ այդ սահմանափակումները կար, եթե դու տեսակով գիտես, որ նենց մարդ ես, որ ընկերության մեջ քեզ կարևոր է տղա ընկերներ լինելը, քեզ այդքան հարմարացնելու դեպքում դու դրա պակասը չէիր զգում։ Չեմ ունեցել, որովհետև ես միշտ մտածել եմ, որ դու եթե ունես կողակից, ուրեմն քո կողակիցը պետքա լինի այնպեսին, որ պետք եղած ժամանակ ինքը քեզ դառնա ընկեր, պետք եղած ժամանակ քեզ դառնա աղբեր, ծնող, ինչի՞ չէ, որ դու ցանկացած պարագայում քո ցանկացած հոգեվիճակում կարանաս իր հետ բացվես, կիսվես, ու երբ որ դու այդ բոլորին իրար հետ գումարած մի մարդու մեջ ես տենում, ել քեզ ոչ մի բան պետք չես աշխարհում։ Միշտ մտածում ես, որ կարևորը ինքը կա, կարևորը ինքն է։ Սպասի ես ինչ եղավ, սպասի զանգեմ։ Վայ, ես ինչը չեղավ, սպասի էլի զանգեմ։ Չեմ ունեցել պակաս, որովհետև բոլորի լրացումը միշտ գտել եմ մի մարդու մեջ, ու հիմա այդ պահն է մի քիչ ավելի բարդացնում ամեն ինչ, երբ որ դու ամեն ինչ գտել ես մի մարդու մեջ, ու այդ մարդը սենց կորում է, դու միանգամից շատ բանի պակաս ես ունենում, ու դրա համար դու փորձում ես սենց շատ ծանոթություններ գտնես, որ փորձես այդ քո մեջինը ցրես, որովհետև երբ որ դու այսօր վայ շնչեցի, սպասի զանգեմ ասեմ, վայ գիտես ես շնչեցի, դու ուզում ես նենց մարդկանց գտնես, ում էլի հետաքրքիր կլինի այդ ամեն ինչը, ու մի քիչ այդ բանն է դժվար, մի խոսքով, այդ բանն է մենակ դժվար, շատ չընթարցակ։ Հա, նույնիսկ շատերը հենց դրա համար չեն կարող առանց հարաբերությունների մնալ։ Հարաբերությունների ինչ ենք խոսում, մենք իրար սպանում ենք։ Լսի, ես ոնց որ միշտ բաց եմ տարակարծության առաջ եւ այլն, բայց չգիտեմ։ Չի կարող ինձ ընդունել։ Չէ, երբեք, սա ոնց որ քո ժամանակն է, քո արդակն է, դու պետքա խոսաս, ասես, արտահայտես բացարձակ, էլի չկա տենց բան։ Ես ուղղակի ուզում գիտես ինչը գա քո մեջ, երբ որ դու ի սկզբանե մտածում ես, որ տղաները ավելի լավ ընկեր են, տղաների հետ ավելի հեշտ է, տղաների հետ, Չէ, բայց դու շատ ես, հա։ Ես մենակ չեմ մտածում տղա, պրոստը կարծում եմ, որ եթե աղջիկ ու տղան ավելի անկեղծ ընկեր կլինի, քան եթե դու կանխակալ արդեն տենց մտածում ես, շատ դժվար է ընկերուհիներ ունենալը, հասկանում ես։ Որովհետև էլի եմ ասում, ես ամեն աղջկա մեջ խնդիրը իմ մեջ է։ Okay։ Խնդիրը իմ մեջ է, որովհետև ես շատ վաղուց չեմ ունեցել են, վայ, այն 100 տարվա մանկության են աղջիկ ընկերուհին, ում հետ ճանապարհ անցած կլինեմ։ Դրա համար իմ մոտ չկա այդ վստահությունը աղջիկների նկատմամբ, որովհետև ցանկացած պարագայում ես ունեցել եմ աղջիկների կողմից sense մեջքից խփելու ոնց ասեմ պատմություն, ինչ որ դեպք, ու դրանից հետո մտածել եմ, լավ, երևի այդ աղջիկներ, խնդիրը երևի այդ աղջիկներ, բայց երևի դա այն բախտն է, որ օրինակ լսի, ես էլ եմ ունեցել այդպիսի դեպքեր։ Ես չեմ ասում, որ բացարձակ է, ես նենց դավաճանություններ եմ աղջիկների կողմից ունեցել, նույնիսկ շրջան ա եղել, որ ես գրեթե մենակ եմ եղել ընկերուհիներս, չգիտեմ, ինչ որ սենց դեպք ա եղել եւ այլն։ Ես չեմ ասում բացարձակ է եւ այլն, բայց ուզում եմ ասեմ, որ
իրոք կան մարդիկ, ովքեր լավ ընկերուհի են, ուղղակի դու դեռ չես գտել քո Կարծում եմ, որ չեմ գտել։ Բայց կգտնես, պարտադիր չի մանկության լինել ընկերները։ Որովհետև տեսեք, իմ մոտ ընկերները ընկեր չասեմ, իմ մտերիմ մարդիկ լինում են միշտ իմ շրջապատից։ Այսինքն, եթե ես այսօր այստեղ եմ աշխատում, ուրեմն ինչ որ այդ ամբողջից մեկի հետ միշտ ավելի մտերիմ ես լինում։ Ու ես քանի որ տեսակով մի քիչ այսպես ուզում եմ էլի փորձեմ առաջ գնամ, փոխեմ, էլի փորձեմ, միշտ իմ աշխատանքային ոլորտը փոխելուց հետո այդ ամենամտերիմը մնում է այնտեղ։ Всё։ Ես իրան ընկալում եմ որպես ինձ ընկեր, բայց դուրս է գալիս, որ մենք մոտ գործընկերներ ենք։ Հա։ Եվ այդպես մտածում լավ, երևի ինքն էլ ընկերուհի չէր։ Երևի ինքն էլ չստացվեց դառնալ ընկերուհի, մնաց մոտ գործընկեր։ Դեսի շատ կարևոր է, գիտես, կյանքում այդ ամեն ինչը տարանջատելը կուրսեցին ընկերուհի չի, եթե իհարկե ձեր հարաբերությունները նկատի ունեմ չեն անցնում այլ փուլի, ոնց որ by default կուրսեցին ընկերուհի չի, դասանցին ընկերուհի չի, գործընկերը ընկերուհի չի, իրանք ամեն մեկը իրանց տեղում են, այնքան, մինչև դուք թույլ չեք տալիս, որ ձեր հարաբերությունների ոճը, ձեր հարաբերությունների տեմպը, ձևը եւ այլն փոխվի, հասկանում ես։ Ու հարցը հենց դրա մեջ է, էլի ես ամեն անգամ մտածում կարող է այս իմ գործընկերը հենց այն մեկն է, ով պետք է դառնա ընկերուհի։ Ձեռք բերելը։ Օրինակ իմ ընկերուհիներից Զարան, Ինեսը, մենք համալսանում ենք իր հետ սովորել բակալավրը, մեր հարաբերությունները օրինակ անցել են այդ ընկերական ամենաջերմ շփումը, մենք ամեն օր չենք խոսում, ամեն օր չենք հանդիպում, բայց մենք այնքան ամուր ընկերներ ենք, հնարավորության դեպքում միշտ հանդիպում ենք, բայց օրինակ Մոնիկան, ես էլի ամբողջ կյանքս փակում եմ, բայց օրինակ Մոնիկայի դեպքում մեր չաթը չի փակվում։ 24/7 մեր չաթը արդեն եւի 10-րդ տարին է գնում է ես չեմ կարող ասեմ այդտեղ մեր բրծել է թուղթը չես պատկերացնի էլ որ աննկարագրել այսինքն տարբեր է իմ համար ընկերությունը հենց այդ է այսինքն այն որ բան է որ ասում ոնց կհասկանաս որ ընկերոջ հեռախոսը գողացել են որ առավոտ գրում է բարև ոնց ես բան են որ ընդհանրապես չկա այդ պաշտոնականը զարթում եմ մի անգամ տեսես որ ինչ է ասել տեսել այդպես է ճիշտ է ես միշտ տենց եմ պատկերացրել ընկերությունը ու չկա ախպեր։ Ինձ չի հանդիպում։ Ընդհանրապես չի հանդիպում։ Ոյ, աստված տար լինեն քո կյանքում։ Ես տենց պակաս չեմ զգում այդ ամեն ինչի, ուղղակի սենց միշտ շրջապատ է լինում, երբ որ տեսեք իմ ընկերուհիներն են հավաքված ման։ Ես իմ կյանքի 21 տարիների ընթացքում չեմ ունեցել մեծ ծննդյան արարողություն, որովհետև ես չեմ ունեցել մարդիկ, ում արժանի եմ որ կան իմ ծննդի որտեղ չեմ ունեցել այնպիսի ընկերներ ովքեր իրոք ընկեր են ու կգան ինձ հետ կուրախանան այսինքն ես չեմ ուզեցել զուտ քանակ լինի որ այդ ռեստորանի սեղանը լցվի սպասի սրան կան չէ ես ուզեցել եմ անկեղծ մարդիկ ովքեր կգան այդ օրը բայց չեն եղել եւ այս տարի եւս ես այդ ճիշտ որոշումը կայացրեցի եւ չարեցի 21-ամյակը որովհետեւ հասկացա որ այս տարի էլ չել լրանում հա մեկ հոգուդ կարաս գնաս սրճարան նստես բայց չես կարա ամբողջ ռեստորան փակես ու քո ուզած ծնունդ ու իմ համար հա ես ունեմ քույրիկների շատ մեծ բանակ երբ որ ամբողջ Գերդաստանին գումարես բայց քույրիկը դեռնում արդեն ընտանեկան հավաքույթ որտեղ լինում անկեր քույրիկը ընկերուհի իրանք ամեն մեկը այս կյանքում իր դերն ու տեղը ունեն այո Ժան հիմա ահա որ աննկարագրելի շատ է քննարկում նաև քո նախկին հարաբերությունները ասենց ասած բաժանում եմ նոստալգիաս ու պատճառը շատերի համար մինչ օրս այդքան էլ այդքան էլ հայտնի չի մենք միասին ենք եկել ու շատ խոսեցինք անկեղծ այն ինչ դու պատմում էիր դրա 1%-ն էլ մարդիկ չգիտեն ու ինձ թվում է շատերին կօգնի այդ պատմությունը հատկապես այն աղջիկներին ովքեր իսկապես այդ իրավիճակում են որովհետև քիչ չի նման դեպքերը ոնց եղավ չգիտեմ որ պահից սպասեք չէ ես իրականում մի քիչ գլուխ կողամ ես ուժեղ մարդ եմ ինձ շատ դժվար է հիասթափեցնել այս կյանքի ինչ որ փուլից հետո այսինքն վերջ ես այլևս չեմ ուզում հարաբերություններ չկա ընդհանրապես տենց բան ինձ գիտեք այս ընթացքում ինչքան են գրում իսկ դու պատրաստ ես նոր հարաբերություններ հիմա ավելի շատ եմ պատրաստ որովհետև հիմա ես ավելի շատ մեծ հույսեր ունեմ որ իրոք գտնելու եմ գտնել չեմ փնտրում որ իրոք կա այն մարդը ով որ սենց
մի խոսքով ինձ կսիրի այնպես, ինչպես որ ես եմ պատկերացնում սերը, այսինքն ես մի քիչ շատ եմ ռոմանտիզացնում ամեն ինչ, բայց կարծում եմ այդ ռոմանտիկան իրականում գոյություն ունի, որ մարդիկ ֆիլմեր են նկարել դրա մասին։ Ուրեմն միանգամից խնդրում եմ ժխտենք այն փաստը, որ ես դավաճանեմ, որ ես չեմ սպասել իմ զինվորին, կեսից հոգնել եմ, փոշմանել եմ, չկա այդպիսի բան։ Ես միջև վերջին րոպեն, միջև իր գալու վերջին րոպեն նայել եմ այն օրերի քանակին, նայել եմ այն րոպեների քանակին, երբ որ այդ 100% սենց լրանում պիծկայա լինում եւ ասում եմ վերջ։ Միջև վերջին րոպեն նայել եմ այդ ամեն ինչին եւ սենց վերջ բրծանք այս փորձությունից եւ իմ համար շատ ուրախալի փաստ ա եղել այն փաստը, որ իմ ընկերը գնում է ծառայության, որովհետեւ այդ իմ համար հպարտանալու բաներ, որ մենք վաղը մյուսօր մեր երեխաներին պատմելու ենք, ասենք գիտես մայրիկդ նստած ինձ է սպասել, ես էլ ասում այո, բա ես իրան եմ սպասել եւ ուզում եմ ասել, որ ես այն Կոմենտներում ինչ շատ են քննվում, որ այս աղջիկը չէր, որ բոլորին խորհուրդ էր տալիս սպասեք ձեր զինվորներին։ Այո, սպասեք ձեր զինվորներին, որովհետև իրանց էդ է ապրեցնում, որ իրանք գան ու իրանց սպասեն, բայց լինում են բայցեր, որ sense մի րոպեում կարա ամեն ինչ փշրի, ու դու հասկանաս, որ չգիտեմ, ինչ որ պահի սխալ մարդու է սպասում։ Բայց դու էլի այդ ամեն ինչը ներս չես դասավորում, որ այդ իր ծառայությունը սենց մի խոսքով դժողքի վերածվի։ Ժան, նաև ուզում եմ քեզ նվիրել մեր կոալիտայի խնամքի միջոցները։ Շատ շնորհակալ եմ։ Հուսամ քեզ օգտակար կլինեն։ Այստեղ տարբեր խնամքի միջոցներ եմ դրել։ Կոալիտան ունի մաշկի ամբողջական խնամքի հավաքածու, որը կարող ես եւ գնել առանձին եւ ամբողջական հավաքածուն գնել։ Ես շատ կարծիքներ եմ լսել ու հաստատ սպասեք անկեղծ կարծիքներին, վստահ եմ ինչ շատ է դուր գալու։ Հա, իրականում շատ ենք տեղադրում մենք կոալիտայի արդյունքները առաջ եւ հետո, եւ եթե դուք եք ուզում ծանոթանալ, մտեք կոալիտայի էջ եւ արդյունքներ highlight-ը անպայման նայեք։ Շնորհակալ եմ։ Դու փորձում ես ամեն ինչ անես, որ ամեն ինչ շտկվի, բայց հասկանաս, որ այդ ամեն ինչը միակողմանի է։ Իսկ սկզբանե ասեմ, որ շատ մեծ սեր է եղել, երբեք սիրո պակաս չեմ ունեցել, շատ մեծ անշնորհակալություն կլինի այն փաստի, եթե ես կանգնեմ ասեմ ինքը ինձ չէր սիրում, չէ։ Մենք եղել ենք շատ լավ սիրառած զույգ, շատ այն որ կողքից նայողներն են միշտ ասել են, որ դուք շատ եք սազում, վայ ձեր նման զույգ սենցն է, բայց միայն սիրելը ապագա կառուցելու համար շատ քիչ է, այսինքն այն փաստը, եթե դու 17-18 տարեկանում սիրահարված մանկիկի աչքերով ինչ որ մեկին ես նայում, գալիս է մի տարիք, որ դու այդ մարդուն նայում ես ոչ թե մենակ սիրած էակ, այլ նայում ես ընտանիքի տղամարդ, նայում ես քո երեխաների հայր ապագայում, նայում ես թե ինչ տեսք կունենա ձեր կյանքը, եթե դու այդ մարդու հետ 20 տարի հետո ծերանաս, այսինքն դու պատրաստ ես ինքը հաստատ այդ մարդն է, ում վրա դու կարաս հենվես, թե ինքը այն մարդն է, որ դու ինչ որ բայի հասկանում ես այդ բեռը մենակ քո վրա է մնալու։ Իրականում շատ տխուր է ամեն ինչ, բայց եթե հիմա սենց տխուր պատմեմ, կարող է նստեք դուք հնդկականի պես լացեք, ու չեմ ուզում շատ մանրամասներ պատմել, շատ սենց խիտ ինքը ինձ ասեց, հետո ես ասեցի, հետո նա ասեց, որովհետև ես ինձ իրավունք չեմ վերապահում իմ կողակցի մասին ինչ որ կոնկրետ փաստեր ասել, որը հետագայում հնարավոր է իրան խանգարի նոր հարաբերությունների մեջ։ Ուղղակի կասեմ այն, որ ուղղակի հասկացա, որ ծառայության ընթացքում այն ուշադրությունն ու այն հոգատարությունը, որ ես ստացել եմ միշտ իր կողմից, ինչ որ մի պահի կորել է, եւ ես որպես գիտակից եւ հասուն մարդ հասկանալով, որ սա ծառայության ընթացք է, ավելի լավ է կանչեմ մենք միասին լուծենք այդ հարցը ու հնարավորություն կար, որ ինքը գար եւ մենք այդ ամեն ինչին ոնց է եղել դու իրան ասել ես դեմ արդեմ շփվենք, խոսենք, ես անկեղծ հասկանում եմ, որ իր հարաբերությունների մեջ, իր շփման մեջ ինչ որ մի բան պակասել է, սկսած զանգերից, սկսած այն ուշադրությունը, թե հիմա դու ուր ես, ոնց ես, խի ես, այդ ամեն ինչը շատ էր պակասել, էլի շատ մի անգամից եղավ, թե սենց դա աղմար է։ Ուրեմն ես ասում եմ, որ այդ ընթացքում իմ շրջապատը կտրուկ մեծանում է ու ես շրջապատիս կողմից
շատ մեծ ուշադրություն եմ ստանում, շատ, սկսած տղաներից, աղջիկներից կապ չունեմ, որ վայ, ես կարող շատ հիմար օրինակներ եմ բերում, բայց հասկացեք, որ օրվա ընթացքում, երբ որ դու ամեն օրը ապրում ես, դու դրա մեջ ես ապրում։ Այսինքն այն փաստը, որ քո ուղակի զուտ գոլեգան քո համար կարա անհանգստանա, թե դու հաց կերել ես, չես կերել, ինչի չես կերել, չես հոգնել ես, հել գնա տուն, հել մի գնա տուն, քո համար անհանգստանում են ու քեզ ինչ որ վերաբերմունք են ցույց տալիս։ Ու դու այդ ամեն ինչը չես տեսնում քո կողակցի կողմից։ Այսինքն դու մի պահ ուղղակի ուզած չուզած համեմատում ես, ինչի է այս անծանոթ ինչ որ մեկը քո համար այդքան անհանգստանում, իսկ քո կողակիցս չի հետարքրվում, դու գնացիր տուն, ինչ ես այսքան ուշ գնում, ինչի չես գնում, ինչ ա եղել քեզ, կարողա լավ ես, կարողա վատ ես, ու տենց կամանց երբ որ սկսեցի կարողա սխալ եմ արել, որ համեմատել եմ, բայց չհամեմատել չի եղել այդ ընթացքում։ Ասեցի, որ քո վերաբերմունքի մեջ ինչ որ բաներ եմ նկատել, ուզում եմ, որ դու գաս, մենք իրար տեսնենք, որովհետև ծառայության ընթացքում շատ է լինում, որ ինձ թվում էր սառել եմ, բայց իրար տենում էինք ու այդ սառույցը հալում էր, էլի, ասում էի, արի, ինձ թվում է էս էլ է, էլի, այդ դեպքերից, արի իրար կտեսնենք ամեն ինչ կանցնի, եւ ինքը շատ մի կերպ եկավ, ինչ ես գնահատում եմ անկեղծ, որ ինքը մի կերպ եկավ Եվ ես առաջին հանդիպման ժամանակվանից տեսա իր մեջ այդ սառած եւ ոչինչ չասող աչքերը։ Ու երբ որ դու շատ մեծ հույսեր ես կապնում, որ հիմա ինքը կգա, հիմա ամեն ինչ էլի առաջվա պես կլինի, դուք էլի 6-7 ամիս իրար չեք տեսել, հիմա ինքը կգա ու քեզ նենց ջերմություն կտա, որ դու ուղղակի կմտածիր, որ էսի ուղղակի մի պահ էր ինքը գալիս է ու սենց ոչ մի բան էլի, սենց բարև։ Ու դու հասկանում ես, որ Չէ, ոնց որ մենակ քո մեջ չի ինչ որ մի բան փոխվում։ Այդ մարդու մեջ ի սկզբանե փոխվել է ուրեմն, որ ինքը քեզ սառնություն է տալիս։ Ու մի քանի զրույցից հետո շատ կարճ, շատ sense ոչինչ չտրամադրող զրույցներից հետո, sense երբ որ ամեն շատ կարճ է լինում, բարև, հա, հաջող, երբ որ տենց ոչինչ քայլեր չի ձեռնարկվում, որ քո մեջ ինչ-որ մի բան փոխվի, դու հասկանում ես, որ իմաստ չկա այդ հարաբերությունները առաջ տանելու։ Այսինքն, եթե մարդը գիտի, որ դու նեղված ես, տխուր ես, քո զգացմունքներում մի բան փոխվում է, ինքը կոնկրետ քայլեր չի ուզում ձեռնարկի, որ քո մեջ ինչ-որ մի բան փոխվի, այլ ընդհակառակը կորում է այն ընթացքում, երբ որ ինքը ըստեղ է, քաղաքում է, ձեզ ընդամենը մի քանի փողոց է պակասում ու ինքը կորում է։ Դու հասկանում ես, թե ինչքան անկարևոր ես դու այդ մարդու համար։ Դու հասկանում ես, որ դու օր ու գիշեր նայում ես, օրերն ես հաշվում, չգիտեմ, աշխատանքիդ վայրում ամեն ինչ դնում ես մի կողմ, չէ, կապ չունի, այսինչ օրնա ես գնում եմ, պետքա գնամ իրան տեսնեմ։ Կտրում ես կիլոմետրեր, ժամերով նստում ես մեքենայի մեջ, որ իրան ուղղակի կես ժամ տեսնես։ Ու այդ ամեն ինչից հետո ինքը եկել է ու քեզ ընդամենը երրորդ մասից առաջին մաս չի գալի տեսնելու կամ ինչ որ դադար ա տվել գնացել ա ընկերներին տեսնելու, գնացել ա բարեկամներին տեսնելու։ Դու հասկանում ես, որ դու երկրորդական էլ չես, երրորդական էլ չես։ Այսինքն քեզ տեսնելու փոխարեն ընկերներին էր տեսնում։ Ոչ թե ինձ տեսնելու փոխարեն, այլ ուղղակի չեր ասել, չէ, չեմ գալի քեզ տեսնեմ, գնում, այլ ուղղակի գնում եմ ընկերներին տեսնել։ Բատո։ Բայց ես հիմա այս փուլում եմ, չկամ իր կյանքում, ինքը չկա իմ կյանքում։ Ես անկեղծ այնպեսի մարդ եմ, որ ես հասկանում եմ, որ հա ես չունեմ ընկերներ, բայց այդ մարդը ունի ընկերներ ու ունի ընկերների կարիք։ Հա, բայց եթե ձեր հարաբերությունները ոնց շատ նորմալ եմ նայել, այո, շատ նորմալ եմ նայել այն փաստին, որ ինքը ոչինչ, ես կգնամ տուն, թող ինքը գնա իր ընկերների հետ բան։ Ես խնդիր չեմ ունեցել, էլի իրավ sense որ այն աղջիկներից ոչ, թող ընկերների հետ էլ չխոսայինմ հետ։ Չէ, ես շատ օքեյ եմ։ Էս այդ հարցը չէր, ուղղակի եթե դու հասկանում ես, որ ամեն ինչ հենց այս պայն մազից է կախված, դու պետք է ամեն ինչ մի կողմ դնես, որովհետև եթե ես լիքը հարցերում իմ աղջիկ հալով լիքը բաների դեմ եմ գնում ու լիքը բաներ թողնում եմ, ուրեմն տղամարդը մինիմում դրա կրկնակին պետք է անի։ Ես շատ բաների եմ դեմ գնացել հանուն մեր հետագայի, ապագայի, սկսած ուսումից, հիմա շատ չեմ ուզում չակերտներ բացեմ ու չէ, չեմ ուզում։
Կարիք չկա, որովհետև այստեղ պարտավորվածություն չի եղել, ինքից չի ասել, չէ, սովորում։ Ուղղակի հանգամանքների բերումով ես հասկացել եմ, որ հիմա ոչ թե ավելի լավ է սովորելու վրա գումար վատնել, այլ ավելի լավ է աշխատել այդ գումարը հավաքել, որ մեր ապագայի համար մի շատ սիրուն ներդրում լինի։ Եվ ես դրա համար, որպեսզի մեր ապագայում լիքը հոգսերի մեջ իրան մենակ չթողեմ, ես հասկացել եմ, որ ուսումը հիմա էլ կարևոր չի, ես ավելի լավ աշխատեմ, որ դրանով իրան օգնեմ։ Նու սկսած ուսումից եմ ասում, դա միակ օրինակը չի, ես շատ բաների եմ դեմ գնացել ու շատ բաներ եմ փոխել, թողել, ստեղծել իր համար, բայց երբ որ հասկանում ես, որ ամենամինիմալ բանը, այն որ ինքը փորձի քեզ էլի տաքացնի, ջերմացնի, ինքը չի անում։ Չէ, մի խնդրում եմ, նետ, ես չեմ լացելու, իմ համար սա լացելու բան չի։ Դու հասկանում ես, որ պետք չէր։ Ու դու իրան կանգնում ես, ասում ես, չէ, գիտես տղա ջան, ես հասկանում եմ, որ հիմա դու գնաց ծառայության, բայց այս պահին ես չեմ պատկերացնում մեր հարաբերությունների հետագան։ Գնում է, մի երկու օր, կորում է, չի գալիս, չի գրում, չի զանգում։ Հա, հասկացանք, դու կարող ես ֆիզիկապես այդ պահին խառն ես գնացել ես, չգիտեմ, սարի մյուս կողմը, հնարավորություն չունես։ Չենք մոռանում, որ ինքը իմ համար էր եկել։ Եկել էր, որ մենք մեր հարցերը լուծենք, ոչ թե եկել էր իր շրջապատին տեսնելու։ Իսկ գրելն ու զանգելը կապը չէր բռնում սարից այն կողմ։ Գալիս է, ես խառն էի ուղղակի։ Դա ես էլ եմ խառը, բարի ճանապարհ, հետ է գնում ծառայության, բայց ես հույսս չեմ կորցնում, որ սա ուղղակի մի շրջան է, որտեղ ցանկացած հարաբերությունների մեջ լինում է, թեպետ նրանում, որ այս հարցը այնքանով էր ծանրացել, որ գիտեին այդ ամեն ինչի մասին եւ իմ տանեցիները, եւ կարծում եմ իր տանեցիները։ Ու իմ տանեցիները շատ adekvat են, շատ, այսինքն այնց չի էլի, որ գիտեք իր հետ մի քիչ խնդիրներ կա, պապաս վրոզներ ինչ-որ հարցեր լուծել։ Ոչ, պապաս հասկանում էր, որ եթե մենք այնքան հասուն ենք, որ հիմա հարաբերությունների մեջ ենք, ուրեմն այս շրջանը մեզ է հանձնը։ Ես չեմ խառնում, դուք ձեր հարցերը լուծեք, դու գիտես, որ ես միշտ քո կողմն եմ, եթե հանկարծ ինչ-որ խնդիր լինի, որ դու հասկանաս, ես հիմա քեզ պետք եմ, ես էլի ստեղ եմ, բայց հիմա դու քո հարաբերությունները։ Ու իմ համար այդ շատ կարևոր էր, որովհետև շրջան էր եղել, երբ որ ինքը մի sense փոքր թեթև հարց ունեցել էր նաև իմ ծնողի հետ, բայց իմ ծնողը այդ հարցը երբեք չէր բարձրացնում։ Զուտ շատ թեթև պատմություն էր, բայց իմ պապայի սրտին չէր նստել այդ ամեն ինչը։ Չէր եղել։ Չէ։ Քեզ հետ կապված։ Չէ, իմ հետ կապված չէր, ուղղակի ընդհանուր հավաքույթի ժամանակ չեմ ուզում, բայց այս պատմեմ։ Okay։ Կարամ հիմա պատմեմ, բայց եթե հետո հանես։ Չէ, պետք չէ։ Չեմ Ինչը քեզ կոմֆորտ է, Չէ, չեմ ուզում այդ պահը պատմեմ։ Հա, okay։ Որտեվ չգիտեմ, էլի հետո պապաս տենա կարող խոսա։ Okay։ Մի խոսքով շատ թեթև բաներ ուզում ասեմ, ես մասը։ Ինչ որ Էս հենց նոր եղավ։ Թե միջև էս։ Ես նոր եմ նկատել։ Չգիտեմ ինչ երբ անից է։ Ոչինչ լավ։ Շատ հերվից է, շատ չէ, մակրի։ Կայտարակ չէ։ Բայց ծնողներս միշտ իմ կողքին են, ցանկացած իմ վատ իրավիճակում միշտ իմ հետ են, ու ես շատ ուրախ եմ դրա համար, որ իմ ծնողներս չէ, վերջ, դու ոչ մի սրանց հետո տնից դուրս գալ չկա, ոչ մի շփում, չէ, ընդհանրապես չեն, իրանք շատ լավ հասկանում են, որ կյանքը ամեն ինչ էլ կարա լինի։ Իհարկե։ Ու սենց ինչ չեն սահմանափակում, էլի վերջ, գործից տնից չկա այդպիսի բան, ավելի շատ են սենց իս թևեր տալիս, որ ուրեմն քո կյանք, քո մարդը չէր, ուրեմն քեզ ավելի լավն է սպասում։ Ինքը գնում է ծառայության, այս փաստը խնդրում եմ հաշվի առնել, ես չեմ արդարանում, ես ուղղակի ձեզ իրավիճակն եմ ներկայացնում։ Հենց առաջին օրը եղել է զանգ, որը սենց շատ թեթև, շատ սովորական բնույթ էր կրում, ինչ Իրա կողմից։ Այո, ջահայնացրեց, որ Ժիվոյի մենք կանգնած ենք իրար հետ շատ լուրջ կյանքից թեմաներ են քննարկում ու դու հիմա գնացել ես, նենց ես քեզ բան իբր ոչինչ չի եղել։ Ես այդ ամեն ինչի մեջ տեսնելով անլրջություն, որ այս մարդը եթե կանգնած է իմ դիմաց, նայում է իմ աչքերի մեջ, ինքը չի կարող իմ հարցերի պատասխանը տա, գնում է կիլոմետրեր հեռու, հեռախոսով իրան պահում է, այնպես բան չի եղել։ Մի հատ կոնտուրը սկսեմ։
Բայց երբեմն այդ հարաբերությունների սառելը իրանք կարող է արտահայտվում են sense շատ կարճ ժամանակում, բայց ինքը բավականին երկար խմորում է անցնում։ Մեկ օրում չի լինում այդ հարաբերություններում այդ սառելը, այսինքն ինչ որ նախաբան կա դրան, ինչ որ sense չգիտեմ, բաներ կան, պատճառներ կան, որ դրանք են ոնց որ բերում հասցնում այդ սառելուն։ Ես անկեղծ չեմ պատկերացնում այդ որ մի օր զարթում ես ու всё սառել եմ, ես չեմ պատկերացնում, որովհետև չի կարա այդպես այտենց լինի, որտեղ սառույցը դնում ես սառնարան։ Մի քանի ժամ պահանջում է մինչև ինքը դառնա սառույց։ Նույն բանը մեր հարաբերությունների մասին է, չես կարող ուղղակի զարթնես մի օր ու հասկանաս, որ վերջ, այսօր էլ չեմ սիրում, վաղն էի սիրում, այսօր չի կարող այդպես բան լինի։ Ուղղակի ամեն ինչին չգիտես ինչի, ես չգիտեմ այդ իմ բնավորությունը, թե ցանկացած սիրող մարդ փորձում է իր կողակցին արդարացնի իրավիճակները, դասավորի այնպես, որ դե ինքը մեղավոր չի, իրավիճակն է sense դասավորվել, օտենց արդարացնելով, երբ որ մտածում ես, որ ինքը ինձ չի զանգում, երևի դե հարմար չի ու հետո երբ որ հարցնում ես, ասում ես ինչի ինձ չես զանգել, դե այս ընկերոջս էի զանգել, այն ընկերոջս էի զանգել ու դու հասկանում ես չէ ոնց որ էս այդ իրավիճակը չի, sense փշուր, sense կպնում է եւ դառնում է այդ սառույցը։ Չի կարա ընդամենը մի բանից, ասես, գիտես այսօր զարթնեցի, հասկացա որ չէ, էլի ոնց որ չէ, չի կարա տես լինի։ Ու նույն հակառակը սիրելու մեջ է, դու չես կարող ուղղակի զարթնես, հասկանաս որ սիրում ես։ Քո կողքին ինչ որ ջերմություն է քեզ տալի, որ դրանից հետո դու հասկանում ես, որ ոնց որ կրակ կա ստեղ։ Նույնը հակառակն է։ Ինչ պատճառներ կային ըստ քեզ, որ բաժանման այդ սառելուն բերեցին։ Պատճառներ շատ էին, փաստորեն։ Երկու կողմից էլ ինձ թվում է եղել են։ Երկու կողմից էլ կարծում եմ եղել են եւ ես ինձ չասեմ մեղադրում, ասեմ իմ կողմից սխալ պատճառ են եղել, որ ես չափից շատ նայում եմ ապագան։ Այսինքն եթե ես այսօր ստեղ նստած եմ, մտածում եմ, բա 5 տարի հետո ինչ պետք է անենք, բա լավ, այս ինչը ոնց պետք է առնենք, այն ինչը ոնց պետք է առնենք, ու ապագայի հետ ունենալ լրիվ տարբեր պատկերացումներ, չի կապնում էլի ոչ մի ձև։ Հա դու ես բան սիրում ես, շատ ես սիրում, քեզ են սիրում, բայց նորից եմ ասում, ապագայում ընտանիք տուն ունենալու համար միայն այդ սիրելը, այդ վայ համբույրները գրկախառնությունը շատ քիչ են։ Դու պետք է հասկանաս դու ինչ մարդու հետ ես ապագա կառուցում։ Այսինքն եթե դու ասում ես, որ ես օրինակ կուզենայի այսպիսի տուն, այսպիսի այգի, այսպիսի բակ, ու ինքը սկզբից հա օքեյ, ամեն ինչ քո սրտով, ամեն ինչ մեր սրտով, ես այնպիսի մարդ չեմ, այնպիսի բնավորության տեր մարդ չեմ, որ վերջի մասածնա ես միշտ ուզեցել եմ քննարկում լինի մեր ամեն քայլի մեջ ու մի օր դու հոգնում ես այն ամենից, որ դու հասկանում ես մենակ քո մեջ է եռում այդ ապագայի սպասում էլի, երբ որ դու զանգում ես sense ուրախ, գիտես պատկերացնում որ sense կլինի, ու ինքը օքեյ, կլինի, չլինի այդ վիճակը, դու հասկանում ես, որ դու այս ամբողջ ապագայի պատկերացման մեջ մենակ ես, ու եթե դու հիմա խոսքով ես մենակ, ուրեմն ես անկեղծ չգիտեմ թե եթե մեր մեջ ամեն ինչ լավ լիներ 5 տարի հետո 10 տարի հետո մեր հարաբերությունները ինչ փուլում կլիներ, բայց եթե դու այսօր խոսքով ամբողջ պատասխանատվությունն ու պատկերացումները, հա, այո, ամբողջ մտածմունքները, որ աժի սենց անել, որպեսզի մեր մոտ այս ստացվի, հետո այս ստացվի, դու հասկանում ես, որ հնարավոր է ապագայում գործողություններն է տենց լինի, այսինքն եթե դու այսօր խոսքով ես մենակ դու ասում ու դու անում, հետագայում այդ ամեն ինչը անելիքն էլ է մնալու քո վրա։ Ես անկեղծ չեմ ասում իմ կողակիցը ընդհանրապես ոչինչ չէր անում, բայց լիքը պահեր դրան էին տանում, որ տենց է լինելու։ Այսինքն դու չես տեսնում քո կողակցի կողմից մի այնպիսի պահվածք, մի այնպիսի խոսք, մի այնպիսի քայլ, որ դու հասկանաս, որ դու մենակ չես այդ ամբողջ պատասխանատվության մեջ։ Ու դու ուղղակի որպես աղջիկ սուտ հոգնում ես, ասում ես, բայց ինչի մենակ ես։ Ինչի համար, եթե ես կարող եմ ունենալ նենց կողակից, ով ինձ ընդհանրապես չտա ոչ մի բան մտածելու առիթ։ Ինչի համար ես գնամ ու դառնամ այդ մտածմունքների մի մասը։ Եթե ես իմանամ, որ
մենք երկուսով ենք այդ ամեն ինչ անելու, վայ սարե շուր կտամ, իրա հետ հավասար գիշեր ցերեկ կաշխատեմ, բայց ինչ որ մի պահի sense հասկանում ես, որ չէ, դու մենակ ես ուղակի, ու չես ուզում ուղակի մտնես այդ պատասխանատվության մեջ, ու կարծում եմ ոչ մեկ իրավունք չունի մեղադրել աղջկան նրա համար, որ ես չեմ ուզում այդ պատասխանատվության տակ մտնեմ, այսինքն եթե դու հասուն տղամարդ ես, դու մտել ես հարաբերությունների մեջ, պատրաստ եղի չուն պահի մենակ լինես, որովհետև այդ չակերտավոր թույլ սեռը կարող է իրոք մի պահ ուզենա հենվի քո վրա։ Ու դու իմանաս, որ դու հենվում ես, ոչ թե ես իրա վրա հենվեմ, մենք կարող ենք sense դոմինոյի պես շուռ գանք։ Բայց ինչն էր, որ ինչ էր ինքը անում, որ քո մոտ հենց այդ տպավորությունը sense ամրացնում էր, որ ապագայում դու մենակ ես լինելու։ Որ մտքերիդ հետ էիր դու մենակ, ինքը իր կյանքով, իր ապագայով դու քո, որտեղ էր այդ տարբերությունը տեսնում։ Նախ էլի եմ ասում, որ երբ որ ես հասկանում եմ, որ ամեն ինչ մի քիչ դեպի վատն է գնում, ես իրան կանչեցի հանդիպան, այսինքն ծառայությունից զատ այդ մարդը լինի քաղաքում, այդ մարդը լինի ազատ մտքի, ազատ շրջապատում, որպեսզի կարողանա ճիշտ ամեն ինչ հասկանա։ Զանգերով էլ շատ եմ ասել, որ վայ ոնց որ մենակ ես եմ խոսում, քո կողմից չկա ինչ որ հստակ պատկերացումներ մեր ապագայում մեր կյանքի հետ կապված, սկսած այն ամեն ինչից, որ այդ գիշերվա զրույցները մենակ տանում է ես, ամեն ինչ գալիս է դրանից։ Եթե դու հիմա այսօր մենակ հեռախոսով ես կարում իր հետ խոսես, նշանակում է քո բոլոր պլանները սկսում է այդ հեռախոսով խոսալուց հետո։ Եթե դու հասկանում ես, որ ինքը հեռախոսով խոսալուց էլ չի փորձում քո մտքերին աջակցել, հա, ճիշտ է, սենց կանենք, կամ արի մի բան էլ ես առաջարկեմ, չկա իր կողմից ոչ մի աջակցություն, ինքը գալիս է, ավելի վատ տեքստ ընտրում, իմ կյանքում կան հատուկ պլաններ, հատուկ ծրագրեր, որ դու լինես իմ կյանքում, թե չլինես, ես դրանք անելու եմ, ու դու հասկանում ես, որ դու փաստորեն այնքան ինչ որ կարևոր դեր չես տանում, որ նախ լինես այդ մարդու ծրագրերի ու պլանների մեջ, հետո էլ եթե օրինակ եթե ինչ որ մի բանին դեմ լինեմ, այդ ամեն ինչը փոփոխվի։ Այսինքն սենց չոր դու լինես, թե չլինես, այդ ամեն ինչը կլինի։ Իսկ այդ սցենարը քեզ դուր գալիս էր իր պատկերացրած ապագայի։ Ես չգիտեմ այդ ինչ էր։ Հա։ Իմ համար շատ անհեթեթ էր թվում։ Ես շատ ռեալ մարդ եմ, այսինքն գիտեմ, եթե այսօր ունեմ X գումար, ես այդ X գումարի մեջ եմ պլանավորում իմ հետագան, բայց եթե ես չունեմ ոչ մի բան այս պահին, մի քիչ շատ sense абսուրդ չի, ես ասեմ 2 տարուց լինելու եմ Ամերիկայի քաղաքացի կամ մի քիչ շատ ռեալ չի էլի այդ ամեն ինչը։ Ու իմ ռեալ մտքերի կողքին տեսնելով իր անհեթեթությունները, ես ուղղակի անլրջություն եմ տեսնում։ Հա հասկանում եմ, որ դա մարդու էլի միտքա ձևա, բայց չի պատկերացնում, որ այդ այսինքն գալ բանակից ու միանգամից երկրից դուրս գնալու պլաններ ինչ-որ շատ միանգամից, ու երբ որ ասում էիր, լավ, իսկ կարաս բացատրես ոնց ենք մենք այդ կետին հասնելու, միանգամից sense դե իհարկե դա քո հայտնած կարծիքը չի, դա իմ կարծիքն է, դրա համար քննարկման ենք դնում, sense ոչ մի ձևով չէր ուզում ինքը հասկանալ, որ ես դեմ չեմ, ես ուղղակի ուզում եմ այդ ամեն ինչի ռեալ լինելը հաշվի առնեմ, որովհետև հեքիաթի մեջ ապրելը շատ հեշտ է։ Այսինքն ես վաղ գնում եմ երկրից ուրիշ երկրում մի հատ գրասենյակ կվերցնեմ, այնտեղ կաշխատեմ, բայց դրան հասնել է պետք։ Ու երբ որ դու ուզում ես այդ մարդու հետ նստես, լուրջ խոսես, ո՞նց ես դու այդ ամեն ինչ անելու, չունենալով այդ ամեն ինչի պատասխանը, այն էր պատճառաբանությունը, որ իր կարծիքը հաշվի չի առնցվում մեր հարաբերությունների մեջ։ Շատ սխալ էր ներկայացվում ամեն ինչ, եւ ասենց ուղղակի հոգնում ես այդ ամեն ինչին բացատրություններ տալուց եւ ուզում ես մտքով հանգիստ լինես։ Իսկ մինչև իր բանակ գնալը նման խոսակցություններ, որ եղել են, սցենարը իր շատ է տարբեր եղել։ Այն կինոներ կային, որ սենց նստած ես մեկը սենց հիշողությունը սենց վերևում ամպիկի պես գալիս են, երբ որ ինքը ինձ ֆլեշբեքը։ Այո, երբ որ ինքը ինձ ասեց այդ տեքստը, որ դու լինես իմ կյանքում, թե չլինես, ես այդ պլանները անելու եմ, ես հիշեցի իր միջև ծառայության գնալու այն խոսքերը, որ սենց ինչ-որ պահ կար, ես էլ անդադ իրան ջղային ասում եմ, բա որ իմ հետ ինչ-որ մի բան լինի, դու ինչ պետք է անես,
ինքն ինձ ուղղակի ասում էր, եթե քեզ մի բան լինի, ես ամբողջ կյանքում կմնամ ծառայության մեջ, կլինեմ հայրենիքիս նվիրված, որովհետև ինձ պետք չէ ազատությունը, ինձ պետք չէ քաղաքը, որտեղ չկաս դու, ու հիմա նույն իրականության մեջ ինձ հետ էր գալիս այն պահը, երբ որ ինքս ասում եմ դու լինես, թե դու չլինես։ Այսինքն այն փաստը, որ այդքան կարևոր չի իմ լինել չլինելը, քեզ շատ է ներսից փշրում։ Սես դու զգում ես, թե ինչքան չկաս դու այդ մարդու կյանքում, ում ամեն օրով դու ապրում ես, որ էսի ջնջեցինք, այսօրն էլ անցավ, հեսա գալիս է իմ մոտ, հեսա գալիս է իմ մոտ։ Այն փաստը, որ ամեն օր, ամեն գիշեր ես դա գլուխ չեմ գովում, դա ինձ ոչ մեկ չի ստիպել, դա ես իմ ներսի հանգստության համար եմ արել, երբ որ ամեն օր գնում ես մատուր, գնում ես այդ մարդու համար աղոթում ես, դու այդ մարդուն քո հավատքին հավասար չափում ես ու ոչ մի բան հաշվի չես առնում, ոչ եղանակ, ոչ քո հոգնածությունը, ոչ քո հավեսը, դու գիտես, որ դու ամեն օր պետքա գնաս իր համար մոմ վառես, որ եթե այդ չլինի, ուրեմն շատ հնարավոր է իր հետ վատ բան լինի։ Ու դեպքեր է եղել, երբ որ ինքը ինձ ասել է, ես վատ եմ այս բանին ինձ զգում, հիվանդ եմ, տաքությունում, չեմ նայել երբեք ժամին, ուղղակի գնացել եմ մատուր, որ իր համար աղոթեմ։ Ու ինքը այս պարագայում, երբ որ եկել է, ինքը չի ուզում երկու փողոց ավել գա, որ ինձ տենա։ Այդ շատ աբսուրդ է, շատ։ Ու ամենաշատը դա էլի քեզ ինձ ցավացնում ես, բայց ես արել եմ։ Ինչի հիմա այդ ամեն ինչի պատասխանը չեմ ստանում։ Այսինքն ես տվել եմ այդ մարդուն իմ սրտից, իմ մտքից ինչ որ հատվածներ, ու հիմա այդ մարդուց պատասխան չես ստանում ոչ մի պարագայում։ Ու դա քեզ ամենաշատը փշրում, որ դու տենց անդադ համեմատում ես քո արածները ու այն պատասխանը, որը որ հիմա ստանում ես։ Հասկանում ես, ինչի համար, այսինքն եթե ես մարդ եմ, ինչ որ պահի թուլացել եմ, հասկանում որ մեր հարաբերությունները այս բան պետքա դադար վերցնի, ու դու պետքա թողնես ու գնաս։ Ու դու չկա պայքարելու ոչ մի բան։ Իսկ կարող է իր այդ բանակում լինելու շատ բարդ է, էլի այդ բանակում լինելը, չգիտեմ, ինչ-որ առումով իրանել է հոգեպես շատ վատ ազդել իրա վրա։ Ամեն դեպքում կապ չունի, չնայած ես չեմ արդարացնում ոչ մի դեպքում, ոնց որ ցանկացած իրավիճակում էլ ոնց որ մարդը պետքա պատասխանատվություն կրի, ինչքան էլ ոնց որ դրության մեջ մտնում ես, հասկանում ես, միևնույնը դու էլ ես մարդ։ Ինչքան էլ որ հասկանում ես մեկա քեզ, բայց շատ են դեպքերը, որ տղան գնում է ծառայության, վերադառնում է կամ նույնիսկ ընթացքից ինքը ուրիշ մարդ է դառնում ու այդ այն հիմնական պատճառներից մեկն է լինում, որ հենց բաժանվում են զույգերը ու չեն կարողանում, նույնիսկ գալիս էլ է, իրանք տղան գալիս է, մեկը բաժանվում են, որովհետև հասկանում են, որ իրանք կատեգորիկ տարբեր մարդիկ են դառել, կատեգորիկ իրանք տարբեր մտածելակերպ ունեն, իրար հանդեպ էլ չկա այդ քիմիան, սերը, ուշադրությունը, որովհետև շատ դժվար է հեռավորության վրա, չգիտեմ, ու այդ էլ այն դեպքը չի, որ ասես լավ հեռավորության վրա է, ամեն օր վիդեո քոլ կանենք, sense կանենք, այդ շատ եմ, որ շատ թեմաներ եղել է ծառայության պատճառով, այսինքն ինքը այս բանին ինձ չի կարողացել շատ ժամանակ տրամադրել։ Ես այդ ամեն ինչը շատ ֆուլ հասկացել եմ, ես այդ ամեն ինչի մեջ շատ լավ դրության մեջ մտել եմ, դրա համար ինքը ունեցել է 10 օր արձակուրդ այստեղ քաղաքում։ Ես էլ եմ ասում, ամեն պարագայում հասկացել եմ, որ ինքը ծառայության մեջ է ու այդ նույնիսկ բաժանման պահը ես չեմ կազմակերպել հեռախոսով, որպեսզի ինքը նես սիտուացիա չլինի, ինքը զորամասում նստած իմ հետ բաժանվում է, ինքը ամեն օր այդ զորամաս մտնելուց հիշի այդ խոսակցությունը։ Ես ամեն ինչ փորձել եմ դրսում, որ իր մտքերը ազատ լինի, որովհետև ինչքան էլ բանակ է, բայց այդ բանակն էլ է տրամադրում, որ քո ուղեղը սենց այդ պատերի ներսում լինի։ Բայց դու հասկանում ես, որ այդ մարդը հենց հիմա քո դիմաց կանգնած է, ինքը ասում է իմ մտքերը խառն է, ասում եմ ինչով է խառը, պոստերով։ Դու հիմա հենց այս րոպեին իմ դիմաց կանգնած ես, ինձ նայում ես դատարկ սառած աչքերով ու քո մտքերը խառն են։ Այսինքն եթե հիմա ես այս բային քո մտքերի համար առաջնայինը չեմ, որ հիմա հենց այս րոպեին դու ինձ կորցնում ես ու քո մտքերը խառն են պոստերով, շատ մի ձևի գերագնահատած չի լինում այդ դեպքում ծառայությունը ասվածը։ Շատ սենց բան չի, ես զինվոր եմ։ Բայց դու հիմա ծառայության մեջ չես հենց այս րոպեն, դու ունես 10 օր ժամանակ, որ ինձ հետ բերես։
Բայց դու գերագնահատում ես քո շրջապատի մյուս բոլոր անդամներին։ Իսկ պատկերացնում ես միջև իր ծառայության գնալը, որ ոչ թե ելքը այսպեսին կլինի, այլ սառնություն կարա լինի, դժվարություններ, այդպեսին հենց կարա լինի։ Գիտես, միշտ խոսակցություն ունեցել ենք, ասել եմ, բա որ սառնենք իրար հանդեպ, ասելա չի կարա տենց բան լինի, ես միշտ ասել եմ, որ մենք այս փուլում կյանքում առաջին անգամ ենք երկուսս։ Մենք չգիտենք մենք ոնց կարձագանք ենք այս ամեն ինչն էլ, ես հնարավոր է ամեն ինչ լինի, բայց հնարավոր է միշտ այդ սառնությունը հետ բերել։ Եթե մարդը իրոք ուզում է, այսինքն եթե ինքը ստեղ է, ինքը ոչինչ չի ձեռնարկում, ուղղակի ասես նայում է քեզ, կամ ոչ մի բան չի ասում, ոչ մի բան չի խոսում, ու դու հասկանում ես, որ չէ, այս ամեն ինչը այս կետում հիմա կանգնել է, ու չի լինում առաջ գնալ, չի լինում հետ բերել այն ամեն ինչը, որը կար, դու հասկանում ես, այս ինչ որ նշան էր, որ հենց սենց էլ պետք է լինի, այսինքն ինքը լիներ ծառայության մեջ, թե ինքը լիներ դրսում, այդ պահը հաստատ գալու է։ Իսկ բաժանումը հենց ոնց եղավ, միանգամից sense ասեցիր, բաժանվում ենք, թե ուղղակի դանդաղ այնքան եկաք դրան, որ կարիք չկար ասելու։ Նախ ամեն օր, երբ որ ինքը, ամեն օր չէինք էլ տեսնում մետքա, sense շատ ինտերվալը շատ էր ամեն ինչում, ինչը արդեն իմ համար զարմանալի էր, որովհետև իր ամեն օտպուսկի ժամանակ մենք գծագրած ենք եղել, թե մենք այս օրը որ ժամին որտեղ ենք լինելու, ինչ ենք անելու, ինչ ենք ուտելու, ինչ ենք խմելու, ամեն ինչ գծագրած է եղել։ Գլուխ չեմ գովում, կարծում եմ, հաստատ ինքը նայում է այս ամեն ինչը։ Ինքը գիտի, որ այդ ամեն ինչը ես էի գծագրում, ոնց անենք, ինչ անենք, ու այս դեպքում, երբ որ ինքը եկել է պատահական, ու ես ոչ մի բան չեմ նախաձեռնել, որ մեր օրերը սենց անցնի, մեր օրերը անցել են շատ սենց 2 ժամ այսօր, մի ժամ 3, 2 ժամ վաղը, սենց շատ կամուկացով, մենք իրարից համարյա ոչ մի բան չենք հասկացել, ամեն շփումից հետո եղել է սենց ավելի սենց սուր խոսակցություններ, ամեն ինչ ավելի դեպի վատներ գնում, ու երբ որ ես մի օր ուղղակի մի երեկո ասեցի, արի դու ուղղակի գնա ծառայության, արի ու մենք շարունակությունը հետո կտեսնենք, շո, վերջ, ինքը գնաց, և բրծ, ինքը հիմա քաղաքում է, բայց բրծ, ես իրան ասել եմ հաջողություն, բայց ինքը չկա էլ, ու երբ որ ինքը պետք է արդեն վաղը գնա բանակ, էլի հետ, ինքը ինձ գալիս է սովորական հաջողություն անում, այսինքն դու ուր էիր այդ քանի օրը, որ ես չասել եմ հաջողություն ու դու ուղղակի ձեռքներդ լվացել ես ու կորել ես։ Մի քիչ շատ մտածելու առիթ չի տալի, որ զուտ սպասում էր այդ ամեն ինչը, ես ասեմ հաջողություն ինքն էլ գնա։ Շատ են գրում մեկնաբանություններում, որ քեզ մեկ է, դու շատ թեթև ես ստանում, չգիտեմ, ու այս տիպի այս մեկնաբանություններ եմ շատ նաև տեսել։ Իսկ ներեցեք, ինչ անեմ։ Օրինակ, եթե դու սենց կամերան վերցնում ես եւ ամբողջ օր սենց լացում ես, ինչ է փոխվելու։ Քեզ խղճալու են, այն մարդը, ով քեզ թողել է, սենց ինչ ուզում ես ասես իր մեջ բան է լինելու, որտես առանց ինձ ինքը ինչ վիճակում է, ինչ օգուտ է տալու այդ ամեն ինչը։ Հայ ես կարող է կադրից դուրս մի քիչ ամենից ծանրացնում եմ իմ մեջ շատ եմ գցում բռնում, բայց այդ ամեն ինչը շատ սենց կիսվել ամբողջ օր ասել, ես մտածում եմ իր մասին, մտածում, այդ ոչ մի բան չի փոխելու։ Համենայն դեպս փառք Աստծո ոչ մեկ չի մահացել, կյանքը շարունակվում է։ Այս կյանքի ուղղակի հերթական դաս է, մարդիկ մեր կյանք գալիս են կոնկրետ դասեր տալու համար։ Ու եթե այդ մարդը գնում է քո կյանքից, ուրեմն նշանակում է իր դասը այդքանն էր։ Վերջ, ինքը էլ քեզ ավել տալու բան չունի։ Եթե մարդ միշտ քո ամուսինը, քո նորից եմ ասում կողոտղաներն եմ, կինը ամբողջ կյանք քո հետ է, ուրեմն նշանակում է ինքը քեզ ամբողջ կյանք ինչ որ տալու բան ունի։ Սեր, ջերմություն, հարգանք, ուշադրություն, ամբողջ մի կյանք քեզ տալու դասեր ունի, բայց եթե կորավ, ուրեմն վсё, էլ չկա այդ դասերը, ու պետք է ուղղակի շնորհակալություն հայտնել քո նախկին կողակցին, ասել շնորհակալություն, ես իրոք քեզնից կան բաներ, որ սովորել եմ ինքս ինձ գնահատել, որովհետև եղել եմ շատ սենց այն ձևի մարդ, որ չէ, երևի ես այդքան չկա, սովորել է ինձ ինքնավստահ լինել, ու դրա համար շատ շնորհակալ եմ անկեղծ, որովհետև կարծում որ ինքը չլիներ, ես կարողա առաջ չգնայի, կանգնեի նույն տեղում, բայց ինձ պետք չի այնպիսի մարդ, ով իմ առաջ գնալուց հնարավոր է
չասեմ նեղվեր, ուղղակի վատ զգար կամ չեմ կարող նկարագրեմ այդ ամենը, իմ առաջ գնալը ինչ որ հակասեր իր մտքերին էլի։ Ինչ որ շանս կա, որ կարող է հարաբերությունները վերականգնվեն։ Այս երբ է եթեր գնալու։ Ինձ թվում է այս շաբաթվա ընթացքում։ Լավ, եկեք սենց ասեմ, որպեսզի օրը չհասկացվի։ Մինչև 3 կար իմ սրտի մեջ հույս, որը մարվեց սենց ուղղակի ապակուպես սենց կտոր եղավ։ Մի քիչ շատ փակագծեր բացեմ, ինքը այս ընթացքում եկավ բանակից, արեց իր բանակի քեֆը, շատ ուժեղ կերավ խմավ, տժած, իր հավեսին լավ ժամանակներ, Իսկ ես այդ ամբողջ օրը իր գալու օրը սպասել եմ, որ հիմա ինքը գալու է իմ մոտ։ Ու երբ որ դու ամեն անցորդի հետ մտածում ես, որ կարող ես ինքնափոխվելա չեմ ճանաչում, ինքնա, ու ինքը չի գալի, ու դու միամիտ թերթում ես այդ վիդեոները տեսնում ես, ինքը ուղղակի ուրախանում է այս բանին, ու դու երևի քեզ շատ ես գերագնահատել մտածելը, որ դու այդ մարդու համար այնքան առաջնային ես, որ ինքը բանակից կգա ու կգա քեզ տենալու հենց առաջին օրը, որովհետև իրան էլ պահող ոչ մի բան չկա, եթե ինքը ուզենա քեզ տենա, ինքը առաջինը կգար քո մոտ, որովհետև նորից եմ ասում, այն ռեստորանում, որտեղ իրանք շատ սիրուն հավաքույթ էին անում, իմ աշխատանքի վայրից ընդամենը 15 րոպեվա ճանապարհ էր։ Ինքը կարար մի րոպե գար ինձ տենար, ասեր ես եկել եմ, հələ արի տենամ ոնց ենք ամեն ինչ ստոպ տալ, ես արդեն եկել եմ, ու նոր գնալ իրա քեֆին։ Լավ, արդարացնում եմ բոլորն ինձ մեղադրում են։ Վայ, տղայա, հիմա իրա քեֆն է, ոնց կարար 10 րոպե ուշ գնար։ Ոնց կարար, ոնց։ Հաջորդ օրը։ Ուր էր ինքը հաջորդ օրը։ Երբ որ ես էլի սպասում եմ, ոնց կարա, եթե մարդու կյանքում դու այդքան առաջնային ես, ինքը հենց հիմա քեզ ընդամենը 2 փողոց է իրանից բաժանում, դու հանգիստ պարկում քնում ես առանց իրան տենալու ու իր ձայնը լսելու, իր աչքերին նայելու, ոնց։ Եթե այդքան կարևոր ես դու իր համար, դու իր կյանքի կեսն ես, դու իր ապագա երեխաների մայրն ես։ Ոնց կարա այտենց կարևոր մարդ լինի ու դու իրան չտենաս։ Անցավ երկրորդ օրը, անցավ երրորդ օրը, ես անկեղծ միշտ քանի որ հիմա իմ լսարանը մեծանում է, ես վախենում եմ, մի քիչ շատ հիմար բան է, բայց վախենում եմ անդադ ստորիներով նշել, թե ես հիմա որտեղ եմ ման, որտեղ մի քանի նամակներ եմ ստացել հիմար, որ մտածում եմ անդադ դուրս կգամ ճանապարհից, բայց այդ օրերի ընթացքում միշտ նենց ստորիներ եմ արել, որ sense պարզ լինի ես հիմա որտեղ եմ, որովհետև մտածել եմ հիմա փողոցով քայլելիս կարող է ինքը պատահական դուրս գա իմ դիմաց եւ մենք հանդիպենք, բայց ինքը չի եկել։ Իսկ այդ բաժանվելու ժամանակ կամ բարդ խոսակցությունների ժամանակ հաշվի առել ես, որ հնարավոր է սա այն վերջնական բաժանումը չլինի ու մի քայլ հետ լինես։ Սկզբնական շրջանում իրան ասել եմ, որ արի այս ամեն ինչը թողենք սենց, դու արի, մենք ամեն ինչ կշարունակենք կամ կսկսենք նորից, լրիվ վերջակետ չեմ դրել, բայց այդ ընթացքում, երբ որ իր զանգերը քչացան կամ ընդհանրապես կորավեց զանգասված ինքը սկսեց ինձ չզանգել, մենք երևի իրար գումարած մի 3 ամիս զանգով չենք խոսացել, մինչև իր գալը։ Հա, ընթացքում ինքը զանգում էր, ես չեմ արդարացնում, ես չեմ պատասխանել կամ վերցրել եմ շատ կտրուկ անջատել եմ կամ ինչ որ իր կողմից պատասխաններ լսելուց հետո եմ անջատել։ Մի խոսքով շփումը դադարել է, այդ ընթացքում հասկացել եմ, որ չէ, սա վերջն է, որովհետև ոնց կարելի է մարդու հետ 2-3 ամիս չխոսալ ու հետո դառնալ էլի սենց վայ սիրահար զույգ էր։ Մի քիչ շատ արհեստական կլիներ այդ ամեն ինչը։ Մի խոսքով համեն եմ մտածել, համ մտածել եմ, որ էսի վերջն է, համ մտածել եմ, որ չէ, ոնց որ շանսեր կա, բայց ամենաշատ շանսերը ունեցել եմ այն դեպքում, երբ որ ինքը հեսա գալիս է, այդ ընթացքում ինձ ուղարկել հատուկ սթրիքներ ճանապարհից կտոր, որ ես գալիս եմ, ու ես մտածում եմ, որ այս ամեն ինչ ուրեմն ինչ որ մտադրված բան կա, որ ինքը գալիս է ինձ ինչ որ մի ձև ցույց է տալիս, որ ես գալիս եմ ու սենց աչքդ սենց ճանապարհին նայում ես ուղղակի, որ ոչ մի անցորդ էլ ինքը չի։ Ու շատ սիրուն որ ինքը գնում է հանդիպման իմ հայրիկի հետ, հայրիկս բնականաբար ասում է, որ ինքը դեմ է արդեն, որովհետև այս ամեն ինչի մեջ լոջություն չկա, այդքան ամիս քո սիրած էակի մասին չմտածելուց հետո հիմա մի անգամից եկել ես ու մի անգամից ուզում ես ինչ-որ հարցել լուծես եւ ինքը կորում է։ Մի ձևի շատ sense քեզ ոչ մի բան չես զգում
այն փաստից հետո, որ քո համար դաժե մի բան չեն անում պայքարելու համար։ Իսկն հա, այսօր խոսացիք, չստացվեց, վաղ էլի փորձի, մյուս օր էլի փորձի։ Ես հենց լսում եմ, ինձ թվում է պետքա քեզ չսովորեցնես ապրել անորոշության ու անկանոն վիճակի մեջ, որովհետև դա նորմալ չի։ Ինչքան էլ որ մարդը դժվար վիճակում է, հարաբերությունները ճգնաժամի մեջ են, այդ մարդուն պահում է մեկը հարաբերությունների մեջ հույսը, իրար հետ, չգիտեմ, խոսելը, որ մենք ճգնաժամի մեջ ենք, մեր հարաբերությունները հիմա լավագույն վիճակում չեն, բայց ես քեզ սիրում եմ, ես անում եմ իմ այդ օրվա, այդ իմ, չգիտեմ, ուղեղի, մտքի, ռեսուրսի ամեն ինչի մաքսիմալը ու դու էլ ես դա անում ու ոչինչ դա որ մեր սովորականի 10%-ն է, բայց մենք մաքսիմալն է, այդ ապահում հասկանում ես, բայց այդ կոնտրաստը եւ որ մեկը 100% է, մեկը, չգիտեմ, շատ ցածր է ու այդ, չգիտեմ, էլի այդ համամասնությունը շատ տարբերվում է մի օգուտ ոնց որ վատի, շատ դժվար է դրա մեջ ապրելը։ Ինքը քո կյանքի որակի վրա չի ազդում։ Շատ է ազդում։ Ես մի օր եկեղեցում մի հատ քահանա աղոթք էր կարդում ու իր աղոթքի մեջ ընդհանրապես մի քանի տողն եմ լսել, ասեց ու մեզ միշտ ապրեցնում է իրար նորից տեսնելու հույսը ու ես հասկացա, որ այդ կյանքի ցանկացած բարագայում ինքը շատ միած կոնկրետ օրինակ վերեց, ասեց, երբ որ քո երեխային առաջին անգամ դու տանում ես մանկապարտեզ, համ քո սիրտն է լցվում, համ քո երեխայի սիրտն է լցվում, բայց դուք այդ ամեն ինչ դնում եք մի կողմ, որովհետև դուք գիտեք, որ շուտով էլի հանդիպելու եք ու դուք էլի մեծ ուրախությամբ, մեծ ողջերությամբ գնում եք այդ հանդիպմանը, ու դու երբ որ հասկանում ես, որ դու ինքդ քո մեջ հույսեր ես փայփայում, որ հեսա ինքը գա քո համար ինչ որ քայլեր կանի, դու կհասկանաս, թե իր համար ինչքան նշանակալի մարդ ես, որ ինքը քո հանդեպ քայլեր է անում ու երբ որ ոչ մի բան չես տեսնում, վայ, չգիտեմ, սենց ոնց որ վերցնեն, սենց սիրտդ ու սենց ճմրթեն գցեն մի կողմ ու դու հասկանաս, որ դու ուղղակի ոչնչություն ես եղել այդ մարդու համար ու չես եղել այնքան կարևոր, չի լինելու տենց բան, որ չես եղել այնքան կարևոր, որ հիմա ինքը ուղղակի սենց ձեռքեր լված ու գնաց։ Ես այս ընթացքում այո, սրա մասին կարող է նույնիսկ իմ ծնողները չիմանան, բայց ես այդպիսի բան եմ արել։ Իր ծննդյան օրը զանգել եմ իրան, որովհետև իմ համար անսովոր է եղել իր ծննդյան օրը իրան չշնորհավորել։ Զանգել եմ, շնորհավորել եմ իրան ու ինքը միջև այդ մենք ընդհանրապես այդ ընթացքում շփման մեջ չենք եղել։ Ու լիքը սրտիցս խոսքեր եմ ասել, որ ես չէի պատկերացնում, որ մեր մեջ այսպես կլինի, որ քո կողմից sense սառնություն կնկատեմ, ու ինքը փորձելով, որ հիմա ես նորից իմ աղջիկ հալով համարձակություն եմ ունեցել, ամեն ինչ դրել եմ մի կողմ ու իրան զանգել եմ, ինքը ասում է մի նախադասություն, որից հետո sense ուզում ես sense հեռախոսը վերցնես ու շպրտես մի կողմ, ասում եմ, ես գիտեի, որ դու ինձ կզանգես։ Ինչքան спасибо, դուրս։ Ու այդ ամեն ինչից հետո դու հասկանում ես, որ էլի պատասխանատվությունը մնացել է քո վրա, այսինքն։ Վայ Ժան, ինձ թվում է այն կարևոր մեսեջներից մեկը, որ ինձ եկավ, այդ չռոմանտիզացնել տանջվելը, որովհետև հարաբերությունները, ոյ, տանջվելու մասին չի, հասկանում ես, հարաբերությունները սիրո մասին է, հոգ տանելու մասին է, չգիտեմ, այդ թեկուզ վատ շրջաններ, իրանք չպետք է տենց երկար ինչ-որ աղջիկներ, եթե դուք ամիսներով վատ, տանջալից, անորոշ վիճակում եք, չեք հասկանում աչա թե ձախա ձեր ճանապարհը, չեք հասկանում այդ դիմացինը ինչ է ուզում ձեզնից, դուք ինչ եք ուզում, դա նորմալ չի։ Ընդհանրապես դա նորմալ չի։ Ընտրեք մի ուղղություն։ Հա, հասուն մարդկանց մոտ պետքա լինի այդ խնդիրները լուծելու ինչ-որ deadline, հասկանում ես։ Այո։ Չպետքա դու ամբողջ ինչ-որ մեծ շրջան քո հետ տանես այդ ծանր բեռը։ Այսինքն այդ ամեն ինչը քեզնից շատ մեծ բան է։ Իհարկե։ Օրինակ քո կյանքը ստոպ է սար։ Հիմա դու որ սենց պատմում ես եւ դու քո կյանքը ինչ-որ սենց ռեժիմի վրա ես դրել, որ ինքը սպասման ռեժիմ է։ Ու այդ սպասման ռեժիմը դու չգիտես քեզ ուր է հասցնելու, որովհետեւ քո սպասումները կարան եւ չարթարանան, որովհետեւ դրանք քո սրտինն են, քո մտքինն են, բայց իրանք
աղերս չունեն իրականության հետ։ Ես շատ ուրախ կլինեմ, որ այս, չգիտեմ, պատմությունը, ձեր հարաբերությունները, քո անձնական կյանքը քեզ բերի այն ներդաշնակությանը, որ դու իսկապես քեզ զգաս երջանիկ, գնահատված, չգիտեմ, լիքը հարցերի պատասխաններ գտած, որովհետև շատ դժվար է այդ ամեն ինչի հետ երկար գնալ։ Ես հասկանում եմ, որ դու շատ ես իսկապես սիրել այդ անքննելի այդ միանգամից երևում ամեն քո խոսքում, չգիտեմ, ամեն ինչ մեջ երևում է, որ գլխավոր մոտիվը այդ սերն է։ Ու երբ որ կյանքի մի փուլում դու ուղղակի ստոպ ես տալի ու դու հասկանում ես, որ դու այնքան կարևոր չէ այդ մարդու համար, որ ինքը դեպի քեզ ինչ որ զողությունների գնաս, այդ ամեն ինչը քո մեջ փոխում է ամեն ինչ։ Այդ ընթացքը քո մեջ ամեն ինչ է փոխում, այսինքն ես եթե առաջ վստահ եմ, որ ես հիմա ինքնավստահ եմ, որովհետև ես այդքան կամ, հիմա ես ինչ որ մի բան մտածում, կարող է ես այդքան չկամ, որովհետև դու տեսել ես այդ ամեն ինչը, ու հիմա դու մտածում ես կարող է իրոք դու այնքան արժանինքներ չունես, որ ինչ որ մեկը քո համար գնա այդ զողության, ինչ որ մեկը ասես թողի ամեն ինչ ու մենակ քո կողմն է, մտածում ես կարող է իրոք դու այդքան չկաս, բայց հետո մի բան ուշքի ես գալի ու չէ, ուրեմն ինքը այդքան չկար, որ հասկանար, որ ինքը շանսեր չունի քեզ էլ հասնելու։ Այսինքն եթե դուք ունեք այդքան ճանապարհ անցած, այդքան ժամանակ, ինչ չէ նաև մանկություն, որովհետև մենք իրար հետ անցել ենք մի քանի փուլեր, այսինքն սկզբից ուսանողական կյանք, հետո արդեն ազատություն, որ մենք պցանք ուսանողական կյանքից, մենք արդեն օրինական իմ հայրիկը գիտի, մեր կյանքի ամեն բարդ փուլը դա Մարիոյի դրակոնի ռեժիմ, իսկ կոմոդ երբևէ եղել է զգացում, որ ափսոսած քո ռեսուրսները, ոչ, որ դու ներդրել ես ու ոնց որ ուզենաս այդ հարաբերությունները չկորցնես, որովհետև դու լիքը ժամանակ ես, լիքը ռեսուրս ես դրել։ Երբեք չեմ ափսոսում, որովհետև ես իրան անկեղծ սիրով եմ սիրել, ես իրան անկեղծ սպասումով եմ սպասել ու իմ համար ես մեկնաբանություն բան իրականում տենց սրտից մոտ չեմ ընդունում, ամենա ցենց որ սրտից մեկ կպնում է այդենա, որ վայ բա դու ասում ես բա սպասում սենց ես միջև վերջին օրը սպասել եմ իրան, միջև վերջին օրը ու մի անգամ պետք է ուղղակի անծանոթ օֆիսի հեռախոսներից մեկին զանգեի, որը չկար իմ հեռախոսի մեջ գրանցած, պետք է ձեռքով հավաքեի։ Իներցավ հավաքել եմ իր հեռախոսի համար, դրել եմ ականջիս ու ամբողջ օֆիսով ման եմ գալի այդ հեռախոսը։ Ինչ հեռախոս դու զանգել ես իրան աղջիկը։ Ոսից մի բան որ նայում եմ, ասես արագ ուղղակի անջատում եմ, սպասում եմ երբ հետ զանգելու։ Ու չկա այդ զանգը։ Հետո ինձ ասում են, որ բանը, տեսել ես, որ ինքը բանակից եկել է, ինձ ուղարկում են այդ վիդեոները, որ ինքը թե ոնց է գալիս, ոնց է, չգիտեմ, դիմավորում, իրան ոնց են այդ ամեն ինչը կազմակերպում։ Ու հետո նույն այս վերջերս այդ խոսակցությունը եղավ, որ դե բա ոնց դու նկարները ճղեցիր, թափեցիր, բա այդ տղան կոտրվեց սենց։ Իսկ ինչ եք մտածում, երբ որ ես տեսնում եմ այն ամեն ինչը, որ մի քանի ամիս, տարու կեսից ավել ես երազել եմ այդ օրվա մասին, թե որ ինքը գալու է այդ օրը, ոնց է լինելու այդ օրը, ես ինչ եմ հագնելու, ոնց եմ հագնելու, ոնց է անցնելու այդ ամեն ինչը, ու ես հիմա չկամ այդ իրականության մեջ այդ ամեն ինչը ինձ չի ցավացնում, ու ես այդքանից հետո դեռ սպասում եմ իրան, ու իմ նկար ճղելը, որ ինքը իրոք չկա այս բային։ Իմ նկար ճղելը իրան որպես տղա ցավացնում է, թո դիման է այդ ցավին, եթե այդքան մեծ սեր կա։ Մի խոսքով սիրելիներս, իմ կոլեգաներից մեկը ինձ շատ լավ խոսք ասեց երեկ, ասեց եթե դու հարաբերությունների մեջ քեզ խենթ, գիժ, անհոգ երեխայի պես չես զգում, ուրեմն դրանք իրական հարաբերություններ չեն, որովհետև իրական հարաբերությունների մեջ կապ չունի տղա ես թե աղջիկ, դու պետք է քեզ այնքան թեթև ու այնքան պարզ զգաս, որ ոչ մի sense ծանրություն չգա քո հոգու մեջ, ուրեմն դա իսկական հարաբերություններ չեն։ Իսկ այս հարաբերությունների դեպքում ես երեք իմացա եւ երեք իմ աչքով տեսա այն նամակը, որ ինքը գրել էր, որ ցանկություն չունեմ ես իր համար պայքարելու։ Եվ միջև 3 ես մեծ շատ հույսեր ունեի, բայց այսօր էլ չեմ մտածում այդ ուղղությամբ։ Մնում է սիրտս այդ ուղղությամբ չմտածի, բայց չմտածի, խելոք է։ Վայժան, ես շատ զգում եմ, որ դեռ այդ դժվարությունը կա քո մեջ հաղթարված, ինչքան է որ դու շատ ուժեղ ես ու քեզ այդպիսին էլ ցույց ես տալիս։ Ես ուզում եմ իրոք դու
ներդաշնակ ու երևի թե գտնես այն խաղաղությունը, որը քեզ իրոք պետք է ու դու դրան իրոք արժանի ես, կապ չունի դա կլինի հարաբերություններում, թե առանց հարաբերությունների դու գտնես քո այն ամենա, չգիտեմ, ներդաշնակ հաստատ գտնեմ։ կգտնես։ Կյանքում ոչ մի բան որոշիչ չի, քանի մենք տենց չենք մտածում։ Շնորհակալ եմ շատ, որ դիտեցիք, քեզ շնորհակալ եմ շատ, որ եկար։ Ես շնորհակալ եմ շատ այս հանդիպման համար, որովհետև շատ էր պետք։ Հա։ Որպեսզի մարդիկ հասկանան, թե կոնե մոտավոր ինչա կատարվել, եւ կարծում եմ այսքանից հետո կդադարեն բոլոր խոսակցությունները։ Հա։ Կարևորը վստահ եմ շատերին օգտակար կլինի ու իրենց կգտնեն այս պատմության մեջ։ Դե ինչ, շնորհակալ եմ, որ եւս մեկ անգամ դիտեցիք, ուրախ եմ շատ, որ հետևում եք մեզ, մեր հաղորդումներին, չմոռանաք մեզ լավ մեկնաբանություններ գրել, հետևել մեր Instagram-յան էջերին եւ մեր Quality էջին, եթե ուզում եք խնամքի միջոցներ, որոնք իսկապես օգտակար են, իսկապես աշխատում են, որակյալ են եւ ամենակարևորը հայկական են, ապա կարող եք գրել Quality-ին։ Իդեպ շատերը չգիտեն, որ Quality-ի հիմնադիրը ես եմ։ Ես միշտ խոսում եմ, ասես այնքան բան եմ խոսում, ասես նեյտրալ եմ խոսում, հա։ Էս վերջերս եմ։ Չեմ սիրում շատ բան անեմ, տենց։ Հիմնադիր տնօրեն։ Հիմնադիր տնօրեն, ամեն ինչ։ Շնորհակալ եմ շատ։ Bye bye։ Bye։